խնդրում եմ, դրսում կնկարահանեք, դուրս եկեք, մի խախտեք ընտրական կանոնը, տեղամասում կուտակում եք։ Կամ չի երևում ձեր վերջացում։ Կուտակում է արդեն։ Պարոն Ղուկասյան, ընտանիքի անդամների հետ եք եկել։ Թորնիկներս են, ինչ սիրուն երեխեք են։ Համ հոգեպես են սիրուն, համ տեսքով են սիրուն։ Այս փագի արդեն պրոբլեմ չունենք, չէ՞։ Ճանապարհ տվեք լրագրողներ քաղաքացիները։ Ձայնը շատ նորմալ է։ Առաջ Աստված։ Չարը խապանվի, բարին կատարվի։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Մի րոպե, հələ մի րոպե սպասի։ Հանուն դուք եք խախտում։ Դուրս եկեք, լավ, դուրս եկեք, խոսեք։ Դուրս եկեք։ Ամենը խաղում ես, գնացին կրիմ ես։ Դասավիտով ես էդ։ Չէ, ստեղ կանգնեք, ու երկու բառ ասեք, գնանք ավելի։ Ուրեմն քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության մի րոպե սպասեք։ Երեխեք լռեք, խնդրում եմ։ Քվեարկել Հայաստանի Հանրապետություն, դառնա ծովից ծով Հայաստան եւ բարեպաշտ մարդիկ, աստվածասեր մարդիկ, հայրենասեր մարդիկ ստանձնեն երկրի ղեկը։ Ահա հանուն դրա քվեարկեցի։ Պարոն Ղուկասյան, ինչպես եք ծովից։ Ինչպես Աստված գիտե։ Պարոն Ղուկասյան, մի բան է, բայց ժպիտով էլի։ Ասել չեն կռվում։ Ասեք քաղցր Պարոն Ղուկասյան, դուք խոսում եք մեր տարածքները յետվելուց, Շուշին յետվելուց։ Այդ Գյումրի քաղաքապետ դառնելը լծակները տալիս, որ օրինակ Շուշին ազատագրենք հետ բերենք կամ օրինակ Արևմտյան Հայաստանի քաղաքները։ Ո՞նց է պատկերացնում։ Եթե այսօր բոլորն ասում են, որ դա Գյումրի ընտրությունը Ստալինգրադսկը բիտվա, այդպես են ասում։ Ուրեմն, այսինքն սա ճակատագրական է լինելու ՔՊ-ի համար եւ հետագայում բարեպաշտ մարդկանց գալու երկրի ղեկը ստանձնելու եւ ամբողջ աշխարհի հայությունը ես տեսնում։ Գիտեք որ այսօր քաղաքում ինչքան դերսից մարդիկ կան գյումրեցիներ, որ եկել են այսօր հadoop ընտրության։ Եվ այսպես բոլոր ազգը որ խառնվել է, ուրեմն ես հույսով եմ, որ եթե երկրի ղեկը ստանձնեն բարեպաշտ մարդիկ, հայրենասեր մարդիկ, ուրեմն շատ բան է փոխվելու եւ Աստված օգնելու է բոլորիս։ Պարոն Ղուկասյան, ինչ ուղերձ ունեք ձեր հակառակորդներին, ես մի բան կարող եմ ասել, որ վաղը բացվելու է առավոտ եւ նորից մենք ապրելու ենք Գյումրիում, բոլորին կոչ եմ անում խաղաղությամբ, հայրենասիրությամբ, ոչ թշնամությամբ, հետո այս ընտրությունը այդպես բան խելագարվեն քաղաքապետ դառնալու բանի համար, հասկանալի է։ Մի խոսքով համերաշխ լինեն, հանգիստ լինեն, մեկ են ձեռնպա մնացողներին, այն անտարբեր մնացողներին, ես կասեի, որ անտարբեր չմնան, որովհետև երբ որ երկրի ղեկը, քաղաքի ղեկի խնդիրն է կապված, այդպես մեր գործը չի, մենք ինչ անենք, մենք հավաս չունենք, մեր տները փակեք, այդպեսի մարդկանց կասեն, որ ամոթ է, այդքան անտարբեր չմնան, դա Դավաճանի հետ համահունչ է։ Դավաճանության հետ համահունչ ոնց որ քայլում է։ Շնորհակալություն։ Համեցեք երեխեք, համեցեք։ Գոհ ինչ է։ Որոնտեղև քեզ գործից հանել է։ Այս հավող, ծխում ես։ Եթե նստած լինեն, երկրենքը կանգնեն, այսինքն մեր հին հայկական ավանդույթները պահում են, հետո փոքրերը մեծերի նկատմամբ այդպես չեն պահում, ավելի համեստ են պահում, ավելի խոնար են պահում, ավելի հանգիստ են պահում, հետո թեկուզ այդ արտահայտվող այդ պատգամավորները Վարդան Ղուկասյան ու տեսնում ես, որ հadoop հանձնարարական հասկացար, առանց նախարարներին հրահանգ իջեցնելով որ գնան իրանց ենթակային այստեղ զգաստացնեն, հələ մի բան է մշտական պետությունը իմ դեմ է աշխատել, այդպիսի մարդու վերաբերմունքը այլ պիտի լինի լրատվության կողմից, ցավում եմ, որ ուրիշ ձևի եք ներկայացնում, հիմա որ արդյունքը լսեցիք ժողովրդի թե ինչ կան, մարդիկ ում կքվեարկեն, դրանից հետո կնայեմ, թե դուք ձեզ
Պարոն Ղուկասյան, մի բան էլ հարցեմ։ Այն որ մենք մեզ 1000 մեղքի բարբարը գիտեմ։ Այն որ մեզ 1000 մեղքի մեջ է մեղադրում, դրանք արդեն սովորել ենք։ Իշխանությունն էլ ենք մենք բերել Նիկոլին էլ ենք մենք պահում, մի խոսքով ամեն ինչի մեջ մեղադրել են։ Բայց որ Միքայել Սրբազանն էլ է մեղավոր պիտի ապաշխարի, դա չհասկացեք։ Ուրեմն դու սրա պետք է մտես, մենք իրար գիտենք շատ լավ, մենք իրար հարգում ենք, միասին մեծացել ենք։ Ուրեմն այդ թաղն ու մեր թաղը մենք նույնն ենք եղել, մենք իրար հետ մեծացել ենք եւ ես իրավունք ունեմ այդ խոսքերը ասել։